Տիկին Աղեկյան, մենք այսօր ականատես ենք լինում, որ հերթական անգամ ոտնահարում են թե դպրոցի երեխաների, թե ծնողների, թե ուսուցչական անձնակազմի իրավունքները, նրանք պնդում են, որ իրենց տնօրենին չպետք է հեռացնեին, քանի որ վերջինս բավականին առաքինի, պատրաստական խելացի եւ իր գործի գիտակներ։ Ինչ կասեք այս մասին, ինչու են նման քայլերի ուսումնական տարվա ավարտին, երբ որ ուսումնական տարին արդեն ավարտվում է, ընդամենը մի քանի օր է մնացել 24-25 ուսումնական տարվա ավարտին, միայն ԿՊ-ն կարող է հանդես գալ կարգախոսով կրթվելը նորաձև է եւ նորաձև կոչվող կրթվելու կարգավիճակ ունենալու պարագայում դպրոցի տնօրեն ազատել աշխատանքից, այսինքն ստեղծել իրավիճակ, որ տնօրենը, որը ոնց հասկանում ենք հարգված է եւ ուսուցչական կոլեկտիվի եւ աշակերտական կազմի եւ ծնողական համայնքի կողմից հեռացվի աշխատանքից, որևէ արդարացում այս քայլին չկա, իհարկե սա դատապարտելի արարք է, առավել եւս եթե խնդիրներ կան, եթե քրեական գործի վարույթ չի հարուցված ինչ-որ ուսումնասիրության կամ բացահայտումների արդյունքում, ապա այդ պարագայում պետք է համբերեն ուսումնական տարին հասնի ավարտին, նոր հետագայում հերթականությամբ, օրենքով սահմանված կարգով սահմանեն իրենց փոփոխությունները, եթե դրա անհրաժեշտությունը կա, բայց նորից եմ կրկնում, անպայմանորեն հաշվի առնելով շահառուների, աշակերտների, ծնողների եւ ուսուցչական ողջ անձնակազմի կարծիքը։ ԿՊ-ն միանձնյա որոշելու իրավունք չունի։ Իրենք ասում են կրթվելը նորաձև է, միգուցե իրենց թիմի համար է կրթվելը նորաձև, բայց հայ ազգը դարերից եկել է կրթված, նորամուծություններ է բերել աշխարհում կրթության ոլորտում եւ այս պարագայում իրենք իհարկե նորից եմ կրկնում, իրավունք չունեն ծաղրուծանակի ենթարկելու ոչ աշակերտներին, ոչ ուսուցչական կոլեկտիվին եւ ոչ էլ ծնողական համայնքին։ Դպրոցի տնօրենը պետք է վերականգնվի, պետք է ավարտվի ուսումնական տարին, նոր հետո պիտի լինեն համապատասխան քայլեր, եթե ինչ-որ խնդիրներ կան այդ տնօրենի աշխատանքի հետ կապված, ապա այդ քայլերի շրջանակում պիտի կայացվի որոշում։ Այս ամենը ապօրինություն է, հերթական ապօրինությունը ԿՊ-ի կողմից։ Տիկին Աղեկյան, կարծես արշավի նման ինչ-որ բան լինի, քանի որ ամեն օր ինչ-որ հաստատությունից կլինեն դա թատրոններ, թե դպրոցներ, հեռացնում են տնօրեններին։ Ինչի համար է այս արշավը կրթվելու քարոզին զուգահեռ իրականացվում։ Փորձում են ամենտեղ իրենց ճիրանները, իրենց արմատները, իրենց մետաստազները դնել եւ ամրանալ։ Այսինքն այն ոլորտներում, որ իրենք դեռ լիովին իրենց վստահելի ներկայացուցիչներին չեն ներդրել, մանաթով կրթություն ստացածներին չեն ներդրել, ապա փորձում են այդ ամենը կիրառել եւ ներդրվել, որպեսզի ամբողջովին ապականեն։ Մենք տեսնում ենք, որ ապականվում է կրթական համակարգը, բայց որպեսզի էլ ավելի ապականեն կրթական համակարգը եւ իրենց տերերի պահանջներին ու ստանդարտներին համահունչ դարձնեն, վերացնելով հայկականը, ազգայինը, պետականամետը, այդ միտումով էլ այսպիսի ապօրինի քայլեր են իրականացնում։ Ես չեմ տեսնում այստեղ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչ։ Ինչու չեն եկել։ Ես չեմ տեսնում այստեղ կրթության, մշակույթի, գիտության եւ սպորտի նախարարության ներկայացուցչին, բայց սա կարևոր խնդիր է, որովհետեւ նրանց չի հետաքրքրում հանրության կարծիքը, հանրության շահը, նրանց հետաքրքրում է իրենց տերերի պատվերների իրականացնելը։ Սա խայտառակ իրավիճակ է եւ նմանատիպ իրավիճակներից ազատագրվելու եւ հետագայում այս մետաստազները էլ ավելի չտարածվելու առումով պետք է հնարավորինս առաջ ազատվել այս խայտառակ ԿՊԿ-ից։ Շնորհակալ։ Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչները տեղում են, ծանոթանում են խնդրին, զրուցում են ծնողական համայնքի հետ, ուսուցչական կոլեկտիվի հետ։ Ես տեսա, որ մեր ավագան ներկայացուցիչները զրուցում էին նաև աշակերտների հետ, հետագայում մենք եւս հանդես կգանք այդ առանցքից։